մենք ունենք բավականին դինամիկ եւ դրական երկխոսություն, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի ուրեմն աշխատանք, որը գետնի վրա տարվում է, գիտեք, տեղի ունեցել ուրեմն Գյումրի Կարս երկաթուղու վերագործարկման նպատակ ունեցող ես մտադրությունները նաև չեմ հիմա նորից կրկնում, բազմիցս են հնչել սահմանների ամբողջական բացում, Գյումրի Կարսի վերագործարկում, երկաթուղային կապի նաև ավտոճանապարհի վերագործարկում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ այլն, այս մտադրությունները նորից թվարկելու իմաստ չկա, բայց գետնի վրա աշխատանքը շարունակվել է եւ տեղի է ունեցել, օրինակ Գյումրի Կարսի վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ, երկու, եթե հիշողություն չի դավաճանում, հանդիպում է ունեցել այս աշխատանքային խումբը, գնացել են տեղում ենթակառուցվածքներ նայել են այս կողմից, ենթակառուցվածքներ նայել են մյուս կողմից, չգիտեմ, նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է եւ իրավական հիմքեր են հստակեցվում կամ մեխանիզմներ են փորձում հասկանալ օրինակ անի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը կրկին վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումներ են տեղի ունեցել, ես եմ հանդիպումներ, շփումներ ունեցել Թուրքիայի իմ գործընկերոջ հետ, մեր մյուս գերատեսչությունների ղեկավարներն էլ առիթ ունեցել են մասնակցելու այդպիսի քննարկումների, այցեր անելու եւ հանդիպելու Շոշափելի ուրեմն տեղի ունեցած արդեն փաստերից կուզեի նշել e-վիզա էլեկտրոնային համակարգով եւ առանց պետտուրքի մուտքի արտոնագիր ստանալու ուրեմն հասանելիությունը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագրեր կրող անձանց համար այդ թուրքական ավիաուղիների մուտքը եւս այստեղ կարելի է թվարկել մյուս երկու հարևանները մեր Վրաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն, ավանդական շատ ջերմ հարաբերություններ եւ այս եղել են բազմաթիվ շփումներ, բարձրագույն մակարդակներով Իրանի Իսլամական Հանրապետության հետ էլի ձեռք են բերվել պայմանավորություն Հայաստան-Իրան հարաբերությունները դե յուրե նաև ռազմավարական բնույթի վերածելու թեև դրանք իրականում ռազմավարական եւ աղուց ռազմավարական գործընկերությունը այդ դե յուրե նաև ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին քանի խոսում ենք ռազմավարական գործընկերություններից անցած տարում մեզ հաջողվել է ուրեմն կհիշեք հունվարին էլի ռազմավարական գործընկերություն հաստատել Միացյալ Նահանգների հետ, էլի բազմաթիվ քննադատություններով, թե ինչպես կարելի է այդպիսի քայլի գնալ հեռացող ադմինիստրացիայի հետ, ինչպես տեսակ նոր վարչակազմում Միացյալ Նահանգների վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի հետ ունենալ ռազմավարական գործընկերություն եւ ավելին նույն օգոստոսի 8-ին, որի մասին ես քիչ առաջ խոսեցի Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում, նաեւ եղան ձեռքբերումներ երկկողմ Հայաստան-Միացյալ Նահանգներ տեսանկյունից կամ կոնտեքստում 3 հուշագրեր ստորագրվեցին եւ թրիփի եւ Հայաստանի ենթակառուցվածքներին աջակցելու մասին, էներգետիկա, ուրեմն արհեստական բանականություն, դատա տվյալների կենտրոններ եւ այլն, եւ էլի լսեցինք քննադատություն, որ սրանք հռչակագրային բնույթի բաներ են, մեզ ոչինչ չտվող եւ շատ կարճ ժամանակ անց մենք տեսանք, որ ամերիկյան էական մասնակցությամբ եւ մեծ հավակնություններով ուրեմն արհեստական բանականության եւ տվյալների կենտրոնի ուղղությամբ աշխատող ընկերություններ, նույն Nvidia-ի մասնակցությամբ մուտքը եւ հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում այնպիսի տեխնոլոգիաների ստացումը նույն Nvidia-ից ինչպիսիք որ Միացյալ Նահանգները, որոնց որ Միացյալ Նահանգները շատ զգայուն են վերաբերվում եւ ամենևին ամեն պետություն չի, որ այդ տեխնոլոգիաները կարող են տրամադրվել եւ այլն, հետո դա ամրապնդվեց նաեւ փոխնախագահ Վենսի այցով եւ հնչած հայտարարություններով ամբողջ հրապարակային է կարող եք մանրամասներ ինքներդ տեղեկանալ